Ներողություն ստացանք ձեր հարցերի պատասխանին։ 5 տարի նույն անորոշ վիճակը։ Տիկին Անահիտ, ստացանք ձեր հարցերի պատասխանին։ Իհարկե ոչ։ Մենք երբ ենք ստացել 4.5 տարի է մենք ոչ ստանում ենք մեր հարցերի պատասխան, ոչ մի բան էլ չէին ասում, ջուր էին ծեծում։ Ուղղակի ջուր էին ծեծում, փաստացի բերեցինք դենկաները սխալ է, փաստացի բերեցինք, որ բռնի կերպով անհետացածներ կան, փաստերով չէ։ Մեկ ամսվա ընթացքում Ոչ մի բան։ Փնթի ես ասեցի, դուք փնթի աշխատողներ եք։ Այդքան մի բան։ Բոլորը փնթիներ են, փնթիներ։ Դե տարբեր տեսակետներ են, ասեմ ձեզ, եթե ջուր ենք ծեծում, արդեն 7 ժամ ջուր ծեծել կլինի, չէ։ Բոլոր հարցերը ստացել են հասցեական պատասխաններ։ Տարբեր մակարդակներ, եթե նայեք ցանկը, գործադիր իշխանության ներկայացուցիչների, ուժային բլոկը, քննչական բլոկը, չի եղել այդպիսի մի հարց, որը որ հարցը լինի եւ պատասխան չստանա։ Ուրիշ բան, ինչքանով կբավարարի, դա ուրիշ հարց է։ Իհարկե, շատերը օր առաջ ասում են ուր է մեր երեխան։ Բայց այդ հարցերի պատասխանը չի խնդիրը, պատասխանը մենք մեր աշխատանքի ճիշտ կազմակերպելու մեջ, որպեսզի մոտենանք այդ հարցերի լուծմանը։ Իմ ասածը հետեւյալն է, սրապես զգայուն թեմա գոյություն չունի։ Եվ այստեղ իրականում մենք թերացումներ ունենք եւ թերացումների հետևից են գնում։ Ես ափսոսում եմ, որ գուցե այս ծավալի sense երկրորդ փուլն են անում, որտեղ եւ քննչական մարմինները եւ դատաբժշկական փորձակնությունը ծավալները շատ մեծ են եղել։ Ուզում ասեմ, այս ծավալների մեծությունը պետք է չխանգարեր որակական ցուցանիշներ, որտեղ ծնողներն ինչի են դժգոհ, ասում են հիմնավոր ապացույցներ տվեք, որ ես վստահ լինեմ ում եմ ուղարկավորում, այդ է սա խնդիրը։